Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստին անդրադարձ կատարվեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մեր շտաբի աշխատանքների կազմակերպական եւ բովանդակային խնդիրներին, մասնավորապես քարոզչական բնույթի աշխատանքների հետ կապված հստակեցումներ, կազմակերպական բնույթի խնդիրներ քննարկվեցին, անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք այլ կուսակցական եւ ոչ կուսակցական հարցեր։ Պարոն Սարգսյանը հստակեցրել է մասնակցությունը հանրաքվեի բարեփոխությանը, մասնավորապես մարզպետրոնների այցելություններին մասնակցելու ատելոյ։ Այդ հարցը այսօրվա նիստին չի քննարկվել։ Այդ հարցը նույնպես չի քննարկվել։ Ինչ է քննարկվել։ Որից միջև այժմ կատարված արարիչներ։ Այս պայմանությամբ ամբողջ ծավալով ընթանում են կազմակերպչական աշխատանքները ԱՕ-ի շտաբի Հայաստանի Հանրապետական Կուսակցության ԱՕ-ի շտաբի հետ կապված, գիտեք, որ նմանատիպ շտաբեր ձևավորել են նաև այլ քաղաքական ուժեր, նաև համագործակցության եւ հստակեցումների գործընկերային սկզբունքի վրա հստակեցումների խնդիր կա նաև այլ քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես ԱՕ են քարոզելու։ Ակնհայտ է, որ մեր քարոզությունը լինելու է կառուցողական, մեր քարոզությունը լինելու է բովանդակային, մեր քարոզությունը լինելու է նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կատարեն իրենց քաղաքացիական ընտրությունը հանրաքվեի օրը։ Կարծում եմ նման հարցերը պետք է ուղղել նախագահի աշխատակազմի մամլոխոսնակին, ոչ թե կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ձեզ հետ հանդիպող։ Պատվիրակության ղեկավարը երևի գիտեք, որ այս պայմանությամբ Հայաստանում չէ։ Բայց քննարկել եք այդ հարցը, պարոն։ Ասեցի արդեն։ Պարոն ձեր կուսակիցներից Ռուզաննա Մուրադյանը Ես կուսակցության մամլոխոսնակը չեմ, ես մեկնաբանում եմ բացարձակապես գործադիր մարմնի նիստում հնչեցված հարցերի շուրջ ձեր հետաքրքրությունների պատասխանների։ ԵԽԽՎ-ի հարցը քննարկվել է, թե չէ։ Այսքանը։ Ոչ, ներկուսակցական ասեցիք հարցեր են քննարկել, հստակեցնեք մասնավորապես ինչ է, հակառակ դեպքում ստացվում է, որ ոչինչ չասեցիք նիստից։ Ես չգիտեմ ձեր ակնկալիքները ինչպիսին են, ցավում եմ, որ պարոն Շարմազանովը այստեղ չէ, որը սովոր է բավարարել ձեր ակնկալիքները այս նիստից հետո։ Այն ինչ որ ես ձեզ հաղորդեցի, ամբողջությամբ արտահայտում է մեր նիստին ընթացիկ եւ ծրագրային քննարկումների հիմնական սյուժեները։ Բայց ոչ ոք չասեցիք։ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ավելի կոնկրետ ինչ է քննարկվել, հստակեցնեք, ասեցիք սահմանադրական։ Բավականին հստակ ասացի, քարոզչական մարտավարություն եւ ռազմավարությունը եւ մի շարք քարոզչական նյութեր։ Այդ հարցին լավագույն պատասխանը կստանանք, երբ որ մեկնարկեն ԱՅՈ քարոզարշավի հեռուստաեթերային տեսահոլովակները, ելույթները եւ այլն։ Պարոն սահմանադրական բարեփոխումների մասնակցության դիմացող ոչի ճակատը պատրաստվում է դեկտեմբերի 1-ին անվանության, նրանք մարզերում են շրջում, ցուցակագրում են մարդկանց, որպեսզի ավտոբուսներով տեղափոխեն Երևան։ Այս հանգամանքները չի։ Մենք այդ հարցը չենք քննարկել բնականաբար գործադիր մարմնի նիստում, որովհետև այն կուսակցական գործառույթներից դուրս է։ Ակնհայտ է մեկ բան, որ ոչի ճակատը ուժեղացնում է եւ լեգիտիմացնում է ԱՅՈ-ն։ Մնացած գործողությունները, որոնք պլանավորում են մեր գործընկերները, պետք է բացարձակապես համապատասխան եւ համադրելի լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։ Տավը քննարկել եք ինչ վարչական ռեսուրս օգտագործել, ինչպես դրա համար հնաչել։ Ձեր հետևողական ջանքերը ստանալ ինձանից ավելին, քան ես պատրաստ եմ ասել, զուր են։ Պարոն ձեր Անգամ սադրիչ հարցերի պարագայում։ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի հրապարակային հավաքների ժամանակացույցը հստակեցրել եք, թե չէ։ Մենք քննարկել ենք, ձեզ արդեն ասացի, մի շարք նախաձեռնություններ, քարոզչական բնույթի նախաձեռնություններ, դիտել ենք որոշակի նյութեր, քննարկել ենք այդ նյութերի բովանդակությունը եւ բնականաբար լրացուցիչ տեղեկություններ ձեզ կհաղորդվեն քարոզարշավի ընթացքում։ Դուք էլ ականատեսը կլինեք, թե ինչպիսին է լինելու մեր արշավը, մեր քարոզարշավը։ Նորից կրկնեմ, հիմնական խնդիրը եւ սկզբունքը նա է, որ քարոզարշավը լինի ապագային միտված հասարակության տեսլական եւ քաղաքացիական ընտրությունը, քաղաքացիների ընտրությունը կատարվի հնարավորինս իրազեկվածության եւ դիտակցված ընտրության պարագայում։ Պարոն ասիկ իրենց գործողությունները ուժեղացնում են ԱՅՈ-ին, չէ՞ այդ։ Եթե չլինի ոչը, ԱՅՈ-ի կշիռ արժեքը
այո հասկացությունը բավականաչափ կխամրեր, լեգիտիմացնում է ոչի ճակատը, ոչի գոյությունը իր գոյությամբ։ Իր գոյությամբ, ես ակնհայտ է ինչ։ Դուք շատ լավ ես արդեն ասացի, որ չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը դեռ տեղի չի ունեցել մեկ, երկրորդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար, բոլոր տեսակետից եւ անդրական օրենսդրությունը եւ Հանրաքվեի մասին օրենքը եւ պետական կարգի պահպանման հետ կապված իրավական ակտերը, հասարակական կարգի եւ այլն, չեմ ուզում մեկնաբանել դա, բայց ոչի ճակատը միայն այդ մարդիկ չեն։ Ոչը կարծեք թե ավելի խայտաբղետ է ու տարաբնույթ, քան այոն։ Եվ որքանով ես գիտեմ, այոյի համագործակցության աստիճանը գոնե այսօր ոչի տարբեր ճակատների միջև գոյություն չունի։ Ես չեմ մեկնաբանում իրենց եւ չեմ մեկնաբանում այն, ինչ դուրս է այսօրվա գործադիր մարմնի նիստի օրակարգից։ Ես ձեզ արդեն ասացի։ Բանաշրջան լրատվամիջոցներում այսօր հանդիպեցինք, որ պատրաստում եք նոր հաղորդում արել։ Երբ որ ուզենաք անձնական հարցազրույց, ես պատրաստակամորեն կարձագանքեմ ձեր ցանկացած հրավերին։ Հավասարշավի տեսանյութ հասիկ դուք եք։ Հետևեք հեռուստաեթերին։ Երբ կլինի առաջի հեռուստաեթերը, նույնպես հետևեք հեռուստաեթերին։